այդ տեսեք մեր կազմակերպության անվանումը ինքնին արդեն նրա մեջ ենթադրում է պատասխան այդ ձեր տված հարցի Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպություն նախ պետք է ես նշեմ որ այսօր գնալով էլ ավելի է սրանում եւ երևելի դառնում աշխարհում այդ հակամարտությունը բռնատիրական երկրների ավտորիտար ռեժիմների եւ ազատ աշխարհի միջև այսինքն գնալով էլ ավելի է ասենք երևալի դառնում ժամանակին երբ որ մենք դրա մասին խոսում էինք մենք ասում էինք թե դե ես իմ հեքիաթներ են ասում ես իմ այդ ինչեր են հնար է ինչը բայց այսօր մենք հստակ տեսնում ենք որ Հայաստանը ռուս-թուրքական ադրբեջանական, այսինքն երբ որ ասում եմ թուրքական, Ադրբեջանն էլ հետ է, որտեղ Ադրբեջանը ինքնին որպես առանձին միավոր գոյություն չի կարող ունենա առանց Ռուսաստան եւ Թուրքիայի, որովհետեւ Ադրբեջանը դա ապօրինի զավակն է ռուս-թուրքական անօրինական ամուսնությունից։ Այսինքն դա այդպես է։ Ռուսաստանը չլինի կամ Թուրքիան չլինի, Ադրբեջանը ինքնին վերանում։ Այսինքն ռուս-թուրքական ճիրանների, ասենք, փոխվելու համար մենք պետք է ինչ-որ համակազմակերպվենք։ Հայ ժողովուրդը ինչ-որ ձևով պետք է կազմակերպվի։ Հայ ժողովրդին միշտ կեղծ արժի համակարգի մեջ են պահել։ Նիկոլ թե սև թե սիպտակ, նիկոլ թե վեհապար, այսինքն միշտ անենց կեղծ օրակարգեր են մտցրել, որ ժողովրդին միշտ զբաղացրել են մասնավոր ներքին ճղճիմ ինչ-որ մի հարցի շուրջ, բայց իրականում հայ ժողովուրդը խնդիր ունի, առհասարակ իր ապագան, ինչ արժի համակարգի մեջ այնք իրան տեսնում, Ամերիկա, Ավստրալիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Եվրոպա, այսինքն զարգացած եւ ժողովրդավար երկրներ, ես տեսեք, ես չեմ ասում, որ այնտեղ չկան թերություններ, բայց նրանց զարգացման վեկտորը գոնե համամարտկային ճիշտ հենքի վրա է, այսինքն թե ուր են գնում եւ ինչ, եթե մի թերություններ լինում է անպայման, ես կարող եմ տասնյակ օրինակներ բերել, այդ թերությունների դեմ պայքարի իրանց երկրում, բայց այս համակարգում, այս արևելյան մասը մոլորակի Հյուսիսային Կորեա, Բելարուս, Ադրբեջան, Ռուսաստան, Պակիստան, Թուրքիա, մոլաների Իրան, գիտեք ոնց է, այնտեղ խախտումները եւ հանցագործությունները դա չգրված օրենքի ռանգի մեջ է բարձրացված եւ այդպես նորմալ է Այսինքն մենք բոլորս գիտենք, մենք Հայաստանի ժողովուրդ ենք, մենք հստակ գիտենք, ինչ է գրված քրեական օրենսգրքի մեջ եւ ինչքան փող պետք է տաս, որ դատարանում մի տարին քաղես մարդու։ Այսինքն չգրված ու դա նորմալ է։ Պարոն Սաուխանյան, գանք։ Հիմա մենք գալիս ենք, հիմա տեսեք, մենք այս ամբողջը նկարագրելով, մեր կազմակերպությունը հենց այդ արժեհամակարգային խնդիրների շուրջ առաջացավ եւ սկսեց իր գործունեությունը։ Մենք միշտ ասում ենք որ մեզ պետք է փոխվել այս ճիրաններից եւ այդպես կոչված Զանգեզուրի միջանցք, որի անունը կնքեց Պուտինը առաջինը եւ շատ մեծ հաճույքով դա ընդօրինակեց Էրդողանը եւ Ալիևը, այսինքն Էրդողանը էլ ավելի խորացավ, մի պահ ինքը այդ ճանապարհը կոչում էր Թուրանի դարպաս, արդեն всё վերջացավ, որովհետեւ իրանք հստակ գիտեին, որ Հայաստանը այդ երկու գերիշխանության ճիրանի մեջ է, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի, ասենք ասենք, անունը մեղմ ասեմ, վասալներն են, բայց իրականում իրանց գործակալներն են, մենք անկախությունից, այսպես կոչված անկախությունից ի վեր, այնտեղ միշտ գործակալներ են աշխատում, ինչը որս, Նիկոլյորոկ էլ, նախկիններ, մյուսներ։ Եվ այդ ճանապարհը անհրաժեշտ էր Պուտինին։ Երբ որ Պուտինյան Ռուսաստանի շուրջ էմբարգոները եւ պատժամիջոցները շատանում էին, իր միակ ճանապարհը աշխարհ դուրս գալու եւ իր, ասենք ասենք, կոնտրաբանդայով զբաղվելու եւ այդ բոլոր խոչընդոտները, ասենք, շրջանցելու ճանապարհը Իրանն էր, մեկ էլ Թուրքիա։ Թուրքիայի ձև կարող է դուրս գա Ադրբեջանով այդ միջանցքով եւ անգամ, եթե ես հիշում եք, այն ժամանակ էլ
հնչեցին այսպես մտահոգություններ, թե լավ մենք անկախ պետություն ենք, ինչի պետք է ինչ-որ մեկը տեղ ճանապարհ ունենա մեր սուվերենիտետին, ասենք ազդում է դա, տեսեք ոնց էին հանգստացնում հայ ժողովրդին։ Ասեմ մի մտահոգվեք, այդտեղ վերահսկելու է ՖՍԲ-ն։ Այսինքն հենց դա էր առաջին մտահոգությունը, որ հենց ՖՍԲ-ն է դա։ Ձեր ժամանակը արդեն լրանում է։ Հիմա տեսեք ինչ կատարվեց։ Ընդամենը թրիպի ճանապարհ կոչելով եւ այդտեղ ամերիկացիները իրանց թաթը դնելով Հայաստանին գոնե այդ մասով ռուսական, իրանական եւ թուրքական ճիրաններից անջատեցին դա։ Այսինքն այդ երեք տոտալիտար ռեժիմների մեջտեղը բերեց իր թաթը դրեց։ Գոնե այդ մասով ինչ որ ասեց պարոն Սուրխանյանը 98% համաձայն եմ, այս վերջը բանը մի քիչ մենք տարբեր բաներ ենք ելնում։ Ուրեմն առնվազն գնանք հետ ու նայենք այդ Տրամփի ճանապարհի հետ կապված։ Ուրեմն նայեք լրիվ այդ ծրագիրը Տրամփի ճանապարհը սկսել են պլանավորել 2012 թիվ հետ մինչև 2014 թիվ Բրիտանիայում։ Բրիտանիա համալսարանում, բայց այդ փորձագետներ եղել են ռուսներ, ադրբեջանցիք, վրացիք, հայեր, ուկրաինացիք, մասնագետներ։ Ունդեղ մի հատ աղջիկ եղել, որ այդ բան, այդ ծրագիրը, որ կա ռուսկի միր այդ բանը, Դոնեցկ, Լուգանսկ, Մարինա Նարիմանովա։ Հիմա բանում Եվրախորհուրդում ինքը ինչ որ պաշտոն է լուրջ զբաղվածնում, բայց այդ իրանց ծրագիրն հակառակ ուկրաինական ծրագիրները մասնակիցի մեկն է։ Ուրեմն նայեք, այդ 12 թվականից մինչև 14 պլանավորվել են, հիմա ինչ որ մեզ այդ քարտեզների ցույց է տալի Նիկոլ Փաշինյանը, բանում я ԱՏՄ-ում բանկ կա, չէ՞, բանկ ռեկոնստրուկցիա развития կոչվում։ Ուրեմն այդ քարտեզների վերակառուցման եւ զարգացման բանկ։ Այո, դեռ վաղուց այդ քարտեզների դրացա, այդ որ խաղաղության խաչմերուկը մեզ ասում են, վաղուց գրել են, նկարագրել են, որ այդ ճանապարհը պիտի աշխատի։ Այսինքն ուղղություն պարոն Սարոխանյանի հարցազրույցից մեկում նա ասել էր սա ռուսական նախագիծ է, դուք ասում եք, որ սա բրիտանական։ Նայեք, իրանց բոլորին պապան հայրը Բրիտանիան ռուսներին եւ ռուսներին եւ թուրքերին Բրիտանիան վաղուց նայեք 11 փոխվարչապետ Ռուսաստանի փոխվարչապետներ գտնվում են Բրիտանիայում բացի Չուբայսից միշտ գնացել են դեղ սաղ իրանց փողերին դեղ ընտանիքներն դեղ են տուն դեղ բանման նայեք աշխարհում sense բան ունի որ առաջինը 500-300 միլիոն դոլար փողից աշխատում, ընկնում ես հատուկ ծառայությունների կոնտրոլ ուշադրության տակ։ Հետո կովերա դուս են գալի, ես գիտեմ այդ ոնց աշխատում այդ մեխանիզմները։ Հիմա մենք այդ որ սկսում ենք 12 թվից, որ նախատեսել են այդ պատերազմը Ուկրաինայի հետ կապված, հիմա անդրադառնում ենք մեր տարածքի հետ կապված, ինչու, ոնց են պլանավորել։ Ես ուզում եմ զգուշացնեմ 19 թվին ես գիտեմ մի հատ բարձր պաշտոնյա մարդ Ուկրաինայում մեզ ինֆորմացիա փոխանցեց, որ 18 թիվն է եղել ձեր մոտ շատ լուրջ պատերազմ է նախատեսում այդ մարդը հայ է, անուն ազգանուն չեմ տալիս, ինքը մի անգամից գնա ինքը բոլոր աշխարհում իրան ընդունել են որպես sense ճանաչված մարդ ինքը գնա սիի մոտ այդ ես գիտեմ Չինաստանի այո ինքը ասեց որ սկզբից առաջին պլանը եղել է 18 թվին, կաղնացրել են 18 թվի, հենց այդ մարդն է կաղնացել, ոչ մեկ։ Հետո 20-ին դա գալիս։ Մենք միշտ լսում ենք Ռուսաստան, Թուրքիան, Ադրբեջան, նույն Բրիտանիան, միշտ ասում են այս ճանապարհը, նույն Էրդողանն ասում, մեզ պետք է այս ճանապարհը, որ Չինաստանից գա մտնի, այդ ապրանքների Հայաստանի միջոցով գա մտնի Թուրքիան։ Ուրեմն այդ տուրան ծրագիրը մենք գիտենք, բայց շահերը ռուսների հետ թուրքերից սկսում են բռնել։ Ռուսները որ պլանավորվել են պատերազմ Ուկրաինայի հետ։ Մի հատ էլ բան պիտի նշեմ։ 20 թվին հենց Տրամփն է տվեց օքեյ, որ պատերազմը սկսի։ Արաբական։ Այո, 20 թվին հենց Տրամփն ասաց։ Այսինքն ինքը չի բանալ, բայց օքեյ ասեց դեմ չեմ։ Ուրեմն այդ ես ստաբար ասում եմ։ Ուրեմն իմանայք
քանի որ Ռուսաստանը պլանավորվեց այս պատերազմը Ուկրաինայի դեմ, դրանք հասկացել են, որ ամբողջ Եվրոպայի ճանապարհը փակելու են։ Իրան ալտերնատիվ ճանապարհներ է պետք։ Նույն բանն եք ասում, փաստորեն համաձայն եք Սարոխանյանի այդ բայց դուք ասում եք 20-25, ես ձեզ ասում եմ 20 թվում պլանավորել են Ուկրաինայի դեմ, սկսել են պլանավորել Թուրքիան, Ադրբեջան, Պակիստան, արաբական տերորիստներ, Ռուսաստան, Չինաստանն էլ է մասնակից։ Չեմ ասում կոնվենցիոնալ պատերազմի մասնակիցը, հիբրիդային պատերազմի մասնակիցը։ Բայց որ ճանապարհը լինի, որ ինչ որ հանգուցալուծում լինի Արցախյան հարցի եւ ճանապարհը բացվի, հա։ Նայեք, հիմա ասում եք տրիպը բանը, այդ նույնը 9-րդ կետն է։ Տրիպը նույն այդ հայտարարություն որ ստորագրել են մերոնք 20 թվին 9-րդ կետը նույն 9-րդ կետն է հիմա մի հատ նայեք Տրամպը հիմա հակառուսական քայլեր անում է էլի 3-4 օր մեղադրեց Զելենսկուն ասում է շանվորթի սաղ դու ես բամա հիմա նայեք Մադուրոին հանել են չէ խաղից բայց Վենեսուելայում մնացել են նույն պրոռուսական ուժեր Հատուկ ծառայություններ մնացել են, բանակը մնաց։ Լավ, Վենեսուելային դեռ չենք։ Դուք ուզում եք ցույց տաք, որ Թրամփը եւ շարունակում է Պուտինի իրականացրել է Պուտինի ծրագիրը։ Նայ, Իրանը խանգարել է, չէ՞, ճանապարհի հետ կապված։ Իրանը ասում է, ես դեմ եմ։ Խարժուպոտ վիճակ ստեղծել են, Պարսկաստանի խաղից անում են։ Որ ասեք ես դեմ եմ, որ երրորդ պետություն գա մտնի մեր տարածքը վերահսկություն անես, կոնտրոլը վերցնի Տրամպի ճանապարհը Սյունիքը, այսինքն հարավային Հայաստանը։ 10 անգամ հայտարարություն են արել, խարժուպոտ վիճակ ստեղծել են, հիմա Պարսկաստանը խաղից անում են։ Նույնը ռուսը երբեք չի գալու, պարսիկներին չի փրկելու, որովհետև իրանց ձեռնատու չի, որ Պարսկաստանի սանկցիաներ հանեն։ Եթե Պուտինի համար Սենց, էդի շատ հեշտ ճանապարհն է, որ Պարսկաստանին ճնշում են, կարող իշխանությունը կորցնեն, Պարսկաստանը սկսի Ամերիկայի հետ աշխատել բամը, իհարկե իրանց համար շատ ցավալի է լինելու, բայց քանի որ ամերիկացիք ամեն ինչ անում են, որ պարսիկներ այս մեր տարածաշրջանում չեն խանգարի, որ խանգարում են, իրանց ելույթներով, բաներով վախացնում են։ Հիմա մենք ասում ենք, չէ՞, մենք ասում ենք ավելի լավ ռուսներ մնան, դա ամերիկացիք մնան։ Ես էլ ասում եմ, այս ճանապարհը չի պիտի աշխատի։ Ընդհանրապես սահմանները պիտի փակ լինի։ Մենք այդ ճանապարհներից ոչ մի օգուտ դուք այդ որ մեզ բացատրում են, մենք Գարուստանանք լիքը փոխկաշ, լսեք, 42 կիլոմետր իրա բիզնեսը չեն անում։ Դա բիզնես չէ, դա գեոպոլիտիկա է, այդ առաջինը։ Երկրորդը Տրամպը այսօր կա, վաղը չկա։ Ու պարզ չի ինչ Պուտինը հավերժ է, չէ՞։ Ու պարզ չի ինչ ալնելու վաղը չեմիսոր, այդ առաջինը։ Ու ամենակարևորը Թուրքիան վերջի 100 տարում առաջի անգամ շանս ունեցել այդ Սյունիքը ճանապարհը գնա բացի մտի Բաքու, Բաքվից Միջինասյան։ Ու նայեք, անցած տարի մայիսին Բրիտանիայի ռազմետքին Ռիչարդ Մուրը գալիս է համասարանիտ ակադեմիան, դիվանագիտական ակադեմիա, Ռիչարդ Մուրը ասում է, ժամանակ է եկել, մենք ստեղծենք նույն բանը, ինչ որ մենք ստեղծել ենք CIS-5-ը, այդ որտեղ Նովա Զելանդիան, Բրիտանիան, Միացյալ Նահանգներ կամ միավորեն ոնց որ Տուրանը, իրանց դեր Հյուսային Ամերիկայում CIS-5-ը կոնչում։ Նույն հայտարարությունն անում է բան, Ռիչարդ Մուր ակադեմիայում, անցած տարի դեկտեմբերում այդ Միջինասիայի նախագահներ գնում են Միացյալ Նահանգներ, նույն բանը ասում է Տրամպը, CIS-5+։ Նույն ծրագիրն է, CIS-5, Բրիտանիայի համար դա Տուրանն է, մոռացեք, որ մենք հարուստանանք, զարգանանք, չկա սենց բան, դա իլյուզիա է։ Այդ ծրագիրը կա ու կա։ Հիմա դուք ասում եք Տրամպը, ես էլ ասում եմ չէ, Բրիտանիան։ Եթե այլ որ Բրիտանիան չի երևում, չի նշանակում, որ Միացյալ Նահանգները Տրամպը շահագրգռված է, որ Եվրոմիությունը չմնա։ Բրիտանիան նույն խաղն է խաղում, այսինքն դրանք երկուսով են խաղում։ Հիմա դուք ասեք ով է կարևոր, մենք նայում ենք, չէ, իբրև թափով Միացյալ Նահանգներ։ Ես ես ասում եմ, այս sense որ տակից բան չի երևում, Բրիտանիան ավելի մեծ դեր է խաղում կամ Միացյալ Նահանգներ։ Երկու նշում եմ արել։ Այ Արցախի պատերազմը վերաբերել ասում է թե Պաուլ Պողոսյանը թե Թրամփն է դաբրոտովը, բայց ես մի բան գիտեմ, հենց Թրամփն էր Նենսի Փելոսիին ուղարկել Հայաստան, որը առաջարկում էր, ասում էր, ինչով օգնենք ձեզ։ Բոլթոնին էր ուղարկել, ասում էր,
ինչ զենք ու զինատեսակ է պետք որպեսզի ուժեղացնենք հայկական կողմը։ Հենց Թրամփի օրոք է Ամերիկա, լավ, ես առանցին Թրամփ անհատը չեմ առանձնացնում, որովհետև Ամերիկայի կառուցվածքը այնպեսին է, որ չլինի Թրամփը, լինի պարոն Պողոսյանը, միևնույնն է Ամերիկայի ներքին Միացյալ Նահանգները թելադրելու են եւ նրանք ի վիճակի են, ի տարբերության Պուտինի, հա, կամ Ռուսաստանի, ի վիճակի են, եթե շեղվա, վզից վեկալեն, ասեն դավայ, դու չարթարացրեցիր քեզ։ Եւ հենց իրանք էին ասել, որ քիչ թե շատ sense ասենք մաքսիմալ անկախ երկրների սկանդինավիական պետությունների խաղապար ուժեր բերենք տեղադրենք այնտեղ Արցախի շրջակայքով եւ ես համոզված եմ եթե Կրեմլի գործակալները որոնք ներկայանում են որպես Հայաստանի իշխանություն եթե ասեին այո գոնե այդ պահին ճիշտ է ծառայում եք Կրեմլին ծառայեք հա լավ եկե հասել եք բայց այդ պահին հայությունը խոսար ձեր մեջ եւ այդ դաբրոնտայիկ եւ այդ զորքերը հիմա կայնած լինեն այդ շրջակայքում ոչ այդ Զանգեզուրի կոչված միջանցքը կլեր ոչ այդ Թրիմպի ճանապարհը ոչ էլ Արցախը կդադարվեր Իսկ ինչու չեկան կանգնեցին որովհետեւ սպարս ասում է ի տարբերություն պարոն Պողոսյանի որը չգիտես ինչ ենթադրությունով չերևացող տակուց եղած Անգլիայի մեղավորությունը մանգալի, որովհետև Կրեմլի գործակալ է, որովհետև Կրեմլը եւ Էրդողանը Անկարան դրանք երկու անբաժանելի զույգ եղբայրներ են, որ Հայաստանի հարցում հատկապես Հայաստանի հարցում միանշանակ մանավանդ եթե ասենք դա ի վնաս Հայաստանի իրանք իրար հետ են Եվ Շոյգուն էր ասեց գերազանց կատարած միասնական ռուս-թուրքական օպերացիան Ղարաբաղում։ Դա չասեց է միասնական ռուս-անգլա-թուրքական օպերացիա։ Նա ասեց միասնական ռուս-թուրքական օպերացիան Ղարաբաղում։ Իրանք խաբեցին, որ իրանք խաղապահ են։ Իրանք անունը դրել են Միրրատվորչի, ասում միր պետք է տվարի տանես, տվարի տանեիր։ Հետո կայնալ Սալավյովը, տականք Սալավյովը, որը այսօր սպառնում է մեզ SV-ով, կներեք, Անգլիան չի սպառնում մեզ SV-ով, Ռուսաստանն է մեզ սպառնում SV-ով, այդ տականքի բերնով, պետական հեռուստաընկերության առաջի դեմքը, այսօր առաջի պրոպագանդիստը մեզ սպառնում է, Եվ այդ նույն սպառնացողը ժամանակին ասեց, դրանք միրրատվորչի չէին, մակում գրանցված չէին, հենց որ պետք է, իրանք արդեն հասկանում են, որ միրրատվորչին պետք է մակից լինի, ոչ թե ինքնակոչ։ Սենց արեց, ընդամենը դիտորդներ էին, տեսեք սանսկրուտիտները, դիտորդները մենք դիտորդի կարիք չունենք, և լիքը մարդիկ, ոմանք գիտակցաբար, ոմանք իրանց ներքին ցասումը բավարարելու համար, որովհետև սաղ կյանքը ապրել են ռուսական իշխանության ներքո, իրանց թվում է թե իսկապես ռուսները բարեկամ են։ Չէ, ռուսը նայ ասել է եկել է, всё նայեք ինչ ա լինելու։ Բայց հիմնավորված չի եղել որևէ փաստերով։ Հասկանում եք, ռուսը վրա հույս դրեցին, եւ ռուսը ինչ արեց, ռուսը արդեն էր վաճառել։ Մենք գիտեինք, որ ռուսը վաճառել է։ Եվ այստեղ հազար ներողություն, ես ուզում եմ հիշացնեմ, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին բարոյական օրենքներից զոն անվանելու համար կարճ ասած sense մեծատառերով գրած, բոս, ասել եմ ինձ դատարաններում քաշ էին տալի, եւ այդ դատարանը ես հաղթեցի իդեպ, ես ուզում եմ ասել։ Եվ հիմա հանդես եմ գալու Նիկոլի որպես փաստաբան, պաշտպան։ Նիկոլն է մեղավոր, որ բան նաև Նիկոլն է մեղավոր 100%, բայց ոչ միայն Նիկոլը։ Ինչու՞։ Այդ որ Արցախը հանձնել են ռուսական գործակալական ցանցը Հայաստանում, եւ թե այդ հանձնման պերիոդում այդ հանցավոր հանձնակազմից ով ինչ դերակատարություն էր, բնավ ոչ մի նշանակություն չուներ։ Միակ մեկ հարց, որպեսզի պարզ լինի, որտեղ պարոն Պողոսյանն է շարունակելու, նպատակը Ռուսաստանի ինչու նահանձնեց Արցախը։ Ինտերս վաճառելա։ Ինչի դիմաց։ Նպատակը ինձ է, երբ որ կասեք, ինչու մեր կայանում, երբ որ նույն արևմուտքը, նույն Անգլիան գծել էր Հայաստանի համար սահմաններ,
գոնե այս արևելյան սահմանները, չէ, Արցախը մեջը, Նախճիվանը մեջը, Գարդմանքը մեջը, այդ ինչու Ռուսաստանը խլեց ու տվեց բանին։ Երբ որ դուք պատասխանեք ինձ այն հարցին, երբ որ Անգլիան 19-20 թվականին արդեն խեղդել էր Անկարայի մոտ էր ուզում Թուրքիան մասնատել Ռուսաստանը փնտրեց Թուրքիային։ Երբ որ ինձ հարցը պատասխանեք, երբ որ բուլղարացի Ստամբուլը վերցնում էին, ոնց Ռուսաստանը հասավ օգնության Թուրքիային եւ փրկեց Թուրքիային։ Այսօր կարծես թե ժողովուրդ ջան, մի հավատացեք, Ռուսաստանը լավն է, միայն թե վատ երանգով Ռուսաստանի անունը չհնչի։ Այսինքն ուզում են կատարեն 100 տարի առաջվա նույն բանը, երբ որ Ռուսաստանը մեզ կոտորեց, երբ որ Վանի հանրապետությունը ստեղծվել էր 15 թվականին Արամ Մանուկյանի ղեկավարությամբ Վանում 2-3 ամիս արդեն հանրապետություն կար, Ռուսաստանը մտավ քանդեց, այ ոնց որ Արցախին է, որպեսզի դրանից հետո տեսեք ինչ էր եղավ։ Արցախ մի քանի տարի, ամբողջ 70 տարի փառաբանում էին, մեր մեծ աղբերը չելի մենք կործանված ենք, բայց իրականում կործանողն ինքն էր։ Իրականում Թուրքիան քանի անգամ փրկողը հենց Ռուսաստանն էր։ Այսօր պետք է մանգան, չէ՞ ով է մեղավոր, Անգլիան, շատ լավ է, բայց ինչու՞ է մեղավոր, տակուցա, էդի տակուցա, այդ տակերը չերևացող ինքն է։ Լավ, ես էլ կասեմ օտար մոլորակացիներն են։ Եղավ ձեր ժամանակն է արդեն։ Ուրեմն, բարձր, ես ասել եմ, որ Ռուսը ու Թուրքիան միասին չեն, առաջին ես եմ ասել, որ դրանք միասին պլանավորել են այս պատերազմը։ Այդ առաջինն է։ Երկրորդը, ես եղել եմ համակարգում, որոշ ինֆորմացիա մենք այլ ստացել ենք։ Ու ես վստահաբար ասում եմ, Ռիչարդ Մուրը, բրիտանյան ռազմետկեն, 3 անգամ ոչ պաշտոնական գնացել են Թուրքիայից հանդիպել են ռազմետկեկի միջոցով ու Հայաստանը զորքի տվյալները լրիվ փոխանցել Թուրքիային։ Այդ ես վստահաբար ասում եմ, որ ես բաներից օտերես բաներ չեմ ասում։ Ու այդ բաների պաստեր կան, մենք ունենք, ոչ թե պաստեր ունենք, ուրիշ բաներ էլ ունենք։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունում չի ուզում գա ապացուցի ով է մեզ ինչը առաջարկել ու ով չի առաջարկել։ Առաջարկությունը եղել է արևմուտքից, բայց ոչ Սկանդինավիայից, ոչ միացյալ նախագահ Սկանդինավիայից։ Չէ, մի վարքան։ Ես ասում, ես ձեզ հանգիստ լսել եմ։ Մի վարքան։ Ոչ, sense այսպիսի բան չի եղել, մենք զանգել ենք, խոսացել ենք բանման, Կանադայի արտաքին գործիչները հարցնում են առաջ անգամ ամերիկացի կեն։ Ես բան չկա, մեր հետ ոչ մեկը չի քննարկել, այդ առաջինն է։ Նույն Ֆրանսիան ասում, ես դեսպանից հարցրել եմ Ջոնատան Լապոտից։ Ասում, պարոն դեսպան, սես բան կա, որ Սկանդինավիայում, ասում, չգիտեմ, դա ամերիկացիք ինչ են։ Իհարկե, միսու արում չի ստացել։ Չէ, մի վարքան։ Մենք մի քիչ ուրիշ հարաբերություն ենք ուզել, սես բան ինքի կրուցիտ բան չի անում։ Ուրեմն ասում ես չգիտես դու ամերիկացիք ինչ մուտիտ են անում։ Ասում ես էլ ասում մենք էլ ենք զանգել։ Ասում մեր նախագահը էլ եմ խոսացել։ Սենց բանկա Սկանդինա իրոք առաջարկում են խաղապազորկեր բերեն։ Ասում չկա սենց բան, ասում ես էլ եմ զարմացել, ասինքն ամերիկացի գիտեք մենք չգիտենք, ասում ես մի քանի մարդ զանգել եմ։ Ասում չկա սենց բան, այսպեսի էլ չի եղել։ Հենց որ Ռուսաստանը հապ կասեց, միջև պատերազմը մենք առաջարկել ենք մենք զանգել, չեմ հասկանում։ Ես էլ զանգել եմ, ասում եղել է։ Մի վարքան։ Ես էլ իմ աչքով եմ տեսել, որ այսօր Պրեդնիստրովյան, Աբխազիան, Հարավային Օսեթիան կներեք էլի, ոչ մեկ ներկայացություն չունի Ամերիկայում, բայց Արցախն ուներ։ Ամերիկայի բյուջեից Արցախին օգնություն, այսինքն դեսպանություն ուներ Արցախը, դուք ասում եք չի օգնել, այդպես բան չի եղել։ Սպասում եք պարոն Սարոխանյան, շարունակում եք։ Ես ասում եմ, ես դեսպանիտ եմ խոսացել, անուն ազգանուն էլ եմ ասում։ Եթե չեմ ասել, չենք խոսացել, ես լիքը բաներ չեմ կարող պատմել։ Ասում եք դուք էլ կարող, դուք չեք կարող ասեք, որ դեսպանիտ պատերազմի ժամանակ խոսացել, ես ես ասում եմ։ Առաջինը ես միշտ առաջ օրվանից ասում եմ, այս պատերազմը Թուրքիան, Ադրբեջան, Պակիստան, Ռուսաստան միավոր կազմակերպել եւ Բելարուսիան էլ է մասնակցել, ՀԱՊԿ անդամներ են մասնակցել։ Բայց ձեզ ասածով ստացվում է, որ Բրիտանիան էլ է մասնակցել։ Ուրեմն ձեզ նորից ասում եմ։ Միացյալ Նահանգներն էլ Բրիտանիան միշտ, ուրեմն եթե դուք ասում եք Թուրքիան, միշտ ասեք Բրիտանիան։ Հասկանում եք։ Դա պաստա։ Այդ առաջին, երկրորդ ես նորից ասում եմ, մենք պաստեր ունենք, որ Կանացիք են զենքը տվել, որ այսօր Զանգեզուրում կոչված Սյունիքը Հայաստանի կազմում է։ Բրիտանիան չի թող Նժդեին զինել է։ Չի թողել, որ ռուսական կայսրությունը ամբողջությամբ ջետի Հայաստան։ Պարոն Սոխանյան, դուք խոսում եք, ես չեմ ենթադրում, չէ, մի վարքան։ Դուք ձեզ մոտ նշումներ արեք, պարոն։ Ես որ ձեր հետ համաձայն չեմ, չի նշանակում ես ձեզ ենթադրում, չէ, ես լսում եմ, միջև վերջ։ Իսկապես ժամանակը բան։ Ուրեմն ես նորից ասում եմ, առաջին մարտը որ եղել է որ ասում է
այո, Թուրքիան, Ռուսաստան, Պակիստան, Ադրբեջան միասին են եղել պլանավորման բանը, բացի դրանից ասում ճնացների մատել խառնա այս պատերազմի ժամանակ։ Այդ իրանց շահերն այդ շոլկովի պույց բանը, մետասի ճանապարհը, այդ միանշանակ դրանք էլ մեջը կա։ Ես այդ նորից ասում եմ, հիմա ասեմ, պարոն Սխալյանը սկսելու ասել չկասեն, բայց ես ասում չկա։ Ուրեմն Դաժե Ադրբեջանի դատարանում մի մասին հարցեր են բացացրել, եթե պարոն Սոխարյանը տեղյակ չէ։ Ուրեմն մենք իմացել ենք 23 թիվ ձեր մոտ ստեղ նստած եմ, ես հայտարարություն եմ, ռուսը դուրս ա գալի 24 թիվում, մենք ինֆորմացիա ենք ստացել, մի քանի ամսից հետո Հարաբաղում դեպորտ ալնելու, զգուշացել ենք։ Հետո մենք ինչ ենք ֆիքսում, մեր աչքերով, ես չեմ կարող ասել, ես չգիտեմ, որովհետև սա կյանքի ես այդ գործի մեջ եմ եղել։ Ու այդ ինֆորմացիա առաջ անգամ մենք Ամերիկայից ենք ստացել, ինձ զանգում են ասում են գնա հետևի։ Միջև այս դեպորտացիան, ուրեմն նույն դեսպանությունից մի քանի հոգի մարդ, այդ եղել է, ես ասեմ, ամսի 19-ին արդեն հայտնվել են Սյունիքում տեխնիկայով, բանով, կամերեկով, կոմպյուտերներով, մոտորապես սեպտեմբերի 23 թվականի այո, 19-ին, սեպտեմբերի 19-ին, հա, 23, ուրեմն 6 հոգի ստեից է եկել, 11 հոգի Ամերիկայից, նախորոք տեղավորվել են Սյունիքում, չնայած ես ինչ կան դեսպանությունը կա, ես ասում եմ, էսա դիպորտա ելնելու, արդեն սո պատրաստ է։ Լավ, դա ինչու եք պատմում։ Ասում եմ, ֆիքսել են, ուղղակի սուսպուս նախորոք սա իմացել են, որ դիպորտացիա ելնելու։ Ռազմավարական աշխատում։ Հա, իմացել են, բայց ոչ մեկը չի խանգարել։ Հիմա քանի որ պարոն Սոխանյանն ասում է, իհարկե, ռուսներ, մի վարքան, այնա, ես հիմա որ ասեմ ոնց մարդիկ ընդեղ կտուժվեն, ընդեղ որ կան, հիմա նստած են, կտուժվեն, հիմա պիտի բացեմ, ասեմ, չէ, Բաքվում, մեր տեղերք, որ նստած են, կտուժվեն, դրա համար հեղա չեմ կա, Ռուսաստանը տող տուժվի, պաժարել ենք իրաց, ավելի շարունակեք պարոն Պողոսյան հետևանքներ այլ, ուրեմն նայեք, այդ որ դուք ասում եք, իհարկե հա ամեն ինչ կազմակերպել է Ռուսաստանը, բալանսը ջարդել են, ռազմական բալանսը, հիշում եք, ռեսկի սկսել են բան, 11-12 թվից սկսել են 5 միլիարդի զենք զինամթերք ծախել ադրբեջանցիների իրա, մենք էլ արդում ենք 200 միլիոնով, մենք փող չենք ունեցել, Ռոբիկի, Սերժիկի սեփական բյուջետը, գրպանի բյուջետը, մեր բանակի 10 անգամ ավելի շատ է եղել կամ բանակի բյուջետը, Ադրբեջան այն ժամանակ ունեցել է 2.5 միլիարդ, մենք 200 միլիոն, հետո իրանց մոտ 3 միլիարդ, մենք 200 միլիոն, 4 միլիարդ, մենք 200 միլիոն, Սերժիկի Ռոբիկը գրպանը բյուջետը ավելի մեծ է եղել կամ մեր բանակի բյուջետը է եղել, այդ առաջինը, հետո ռուսներ բացի դրանից ինչ որ զենք զինամթերք տալիս ասում եք բանն է, կրեդիտն է այսի, հետո այսինքն փողը հետո պիտի վերադառնաս այդ փողը պիտի, այդ ասում է դաշնակից եմ, հետո երկրորդն է, երրորդը հայ ժողովուրդը կապիկ չէ, որ մեզնից ոչ մի բան չկախված, ես համաձայն չեմ, մենք ինչ պիտի անենք, պիտի գնանք միջև վերջը, հա, մտնենք պատրաստում, պիտի մտնենք, ուրիշ դեպք պետությունը չենք փորձում, բոլորը հետ, նույն Ռուսաստանի հետ, այսինքն մենք ինչ ենք արել, ռուսներ, այո, պահել են Սերժիկին, Ռոբիկին, Ռոբիկը Սերժիկը բերել են այս իշխանությունը նստացրել են, որ վերջի մեկը խփել են մեր իշխանության։ Ուրեմն, եթե մենք ասում ենք Ռուսաստան, թեկուզ Բրիտանիան, Թուրքիան, Ամերիկան, բա մենք ովքեր ենք, կապիկ ենք, բա մենք ինչ ենք անում, մեր աչքի դեմ, մեր աչքի առաջ, կոռուպցիա, ոչնչացնում են, բան են անում, մենք այս ուսպուս նստած ենք։ Հիմա ասում ենք մենք նայեք, հիմա մենք ինչ ենք դարել։ Մենք նայում ենք սեզա, տրապը սեց, մի հատ զինվորական բանակից սենց ասում, ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Գեներալն է։ Ասում է հույսով, որ խաղաղության պայմանագիր են ստորագրել, լավ այլներ, արա ասում լսի։ Մեջը մի վարքյա, դու գեներալս, դու պիտի պատերազմին պատրաստես, ոչ թե գնաս Նիկոլին սպասես։